թվայնացման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։ Պարոն քաղաքապետ, եթե թույլ կտաք մոտենամ համակարգչին։ Շատ լավ, պարոն քաղաքապետ, ձեր թույլտվությամբ ներկայացնեմ այն նյութերը, որոնք հավաքագրվել են այս ընթացքում։ Հավաքագրված հարթակը արդեն իսկ ձևավորվել է GIS պլատֆորմում, աշխատել ենք նաև կառավարման տեխնոլոգիաների հետ, որպեսզի ունենանք վեբ տարբերակում արդեն իսկ տեղադրած հատակագիծը։ Այստեղ փորձեմ շատ հակիրճ ներկայացնեմ, քանի որ նյութերը բազմաշերտ են։ Գլխավոր հատակագծի հիմնական գծագիրն է առաջին կետով, որ տեսնում ենք, Երևան քաղաքի այն ինչ որ կատարված էր գոյություն ուներ գրաֆիկական գծագրերի հիման վրա, այսուհետ արդեն իսկ GIS-ում է մասշտաբներով, համապատասխան հողերի նշանակություններով եւ գործառնական նշանակություններով։ Այստեղ ամբողջական տվյալները տեղադրված են եւ նշանակությունները ըստ հողային օրենսգրքի եւ հողային հասարակական գործառույթների մասով ամբողջական արտացոլված են, այսինքն այս քարտեզը թույլ է տալու, որպեսզի սկզբնական շրջանում կբացենք սա մեր աշխատակազմի ստորաբաժանումների համար եւ կարծում եմ տոներից հետո արդեն ոնց կհանձնարարեք նաև որոշակի տեխնիկական հարցեր կարգավորելուց հետո արդեն հարթակը կգործի հանրության համար։ Ուզում եմ նշեմ, որ այս նյութերում բնականաբար կան որոշակի անճշտություններ, սխալներ եւ ելակետային տվյալների խնդիրներ, բայց այնուամենայնիվ սա միջոց է առավել թափանցիկ դարձնելու մեր գործունեությունը, վարչարությունը եւ կուզենամ շեշտեմ, որ նույն սխալների, քաղաքացիների կողմից բացահայտվող կամ նկատվող հարցերի հիման վրա հնարավոր կլինի միմիայն կատարել շտկումներ եւ ունենալ առավելապես լավ էլեկտրոնային փաստաթուղթ։ Առանց այդ վերլուծությունների, առանց հարցերի բարձրաձայնման շատ դժվար եւ երկարատև է լինելու ստեղից խնդիրների բացահայտումը եւ դրանց վերլուծությունը։ Հիմնական շերտերը այստեղ ամբողջությամբ արտացոլված են նաև Հրազդանի կիրճի սահմանը, տեղադրված է ակադեմիական քաղաքի սահմանը, այնուամենայնիվ այն բոլոր հարցերը, որոնք որ ընթացիկ քննարկվեն, նաև նոր գլխավոր հատակագծում արդեն համապատասխան վերլուծություններ եւ լրամշակումներ կարվեն։ Սա ենթադրում ենք մենք այս փաթեթը ստեղծելուց հետո անընդհատ տարվող նաև կբացվի առաջիկայում հերթապակ քարտեզ, որի հիման վրա ընթացիկ բոլոր փոփոխությունները, որոնք տեղի կունենան համապատասխան որոշումներով, եւս տեղ կգտնեն գլխավոր հատակագծում։ Որպեսզի արագ անցնեմ, եթե հարցեր կլինի, հետագայում առանձին պատասխանեմ, անցնեմ մյուս շերտերի։ Պարոն Սեդոյան, ուղղակի արձանագրենք երբ ենք բացում բոլորի համար, այսինքն հասանելիությունը երբ ենք բացում բոլորի համար, որպեսզի մարդիկ կարողանան այդ հետադարձ կապը ապահովել։ Պարոն քաղաքապետ, տոներից հետո դա հնարավոր է, ասենք կանենք մինչև հունվարի։ Եկեք ֆիքսենք, որ հունվարի մինչև 20-ը արդեն բաց կլինի։ Այո, կլինի։ Այսինքն Երևան.am կայքում, պարոն Մանուկյան, մենք ուղղակիորեն տալիս ենք հասանելիություն մեր GIS ընշերտին, որտեղ որ արտացոլված է գլխավոր հատակագիծը այն բոլոր շերտերով, որ հիմա պարոն Սեդոյանը կներկայացնի։ Խնդրեմ, շարունակեք։ Երկրորդ շերտը դա, որ հենց գլխավոր հատակագծի մասն է հանդիսանում, դա լանդշաֆտի կազմակերպման ուրվագիծն է, որը իր մեջ ներառում է Երևան քաղաքում գույքագրված եւ համապատասխան իրավական ակտերով հաստատված տարածքները, դրանք են նաև կառավարության որոշում սահմանված անտառային տարածքները, որոնք այստեղ նշանակություններով ամրագրված են արդեն, Դալման, Նորքի այգիները եւ այլն եւ այլն։ Մի փոքր բաց կանաչ գույնով արտացոլված են սրանք համապատասխան որոշումներով ավականու կողմից հաստատված զբոսայգիները եւ պուրակները, եթե տեսնում եք մի քիչ գույնը ավելի բաց է, մուգ գույներով անտառային հողերն են
եւ առավել բաց գույներով արդեն սահմանված են տարածքները, որոնք որ մեզ բաժին է հասել կանաչապատման հողակից, այսինքն Երևան քաղաքում այն տարածքները, որոնք խնամվել է եւ բարեկարգվել են հողակի կանաչապատման հողակի կողմից, դրանք եւս այստեղ արդեն արտացոլված են։ Իհարկե, այս նյութերը պարոն քաղաքապետ պետք է նշեմ, որ գլխավոր հատակագծի ժամանակ մեզ տրամադրված ելակետային տվյալներն են եւ վստահ եմ, որ կանաչապատման հողակի կողմից այս տվյալները եւս թարմացվում են։ Հետագայում այս նյութերում եւս մենք կունենանք արդեն արտացոլված այլ շերտեր, որը կվարեն հենց կանաչապատման հողակի մեր մասնագետները։ Մյուս շերտը, որի մասին կուզենամ խոսեմ, սա երկրաբանության քարտեզն է, որը որ տարբեր ժամանակահատվածներից եղել են վերլուծական մշակված տվյալներ, եւ այս տվյալների հիման վրա մենք 2024 թվականին, երբ որ մշակվեց գլխավոր հատակագիծը, վերլուծվեց Երևան քաղաքի հիմնական երկրաբանություն իրականացնող կազմակերպությունների կողմից կատարված երկրաբանության արդյունքները եւ այստեղ արդեն կան գրունտների տեսակները եւ այլն, քարտեզը թարմացվեց։ Այստեղ եւ մենք գույներով, պատկերումներով տեսնում ենք գրունտների տեսակները եւ դրանց դասերը, առաջին կարգ, երկրորդ կարգ, այսինքն քաղաքի մասով ունենք երկրաբանության ընդհանուր տեսքը։ Եվ նաեւ ունենք խզվածքները, որոնք որ մեզ հայտնի են արդեն Երևանի խզվածքները եւ խզվածքների խախտումները։ Այս քարտեզում ներառված են ինժեներիա-երկրաբանական շրջանացման քարտեզը, միկրոշրջանացման քարտեզը եւ նաեւ հետաքրքիր նյութ է, որ կուզենամ ցույց տամ, ստորգետնյա ջրերի քարտեզը, այսինքն Երևան քաղաքում ինչպիսին է երկրաբանական ստորգետնյա ջրերի տեսքը։ Այստեղ նույնիսկ խորությունների մասով կան որոշակի տվյալներ, որոնք մեզ հասանելի են դարձել գլխավոր հատակագծի շրջանակներում, թե որ խորություններում է մոտավորապես սկսվում ջուրը գրունտներում։ Հաջորդ մասը, որը որ կուզենամ ներկայացնեմ, դա ինժեներական եւ կոմունալ ենթակառուցվածքների ուրվագիծն է։ Այստեղ եթե ես անջատեմ որոշակի շերտեր, սկսենք ցուցադրել օրինակ Վիոլայի հիմնական կառուցվածքային մայրուղային գծերը, բնականաբար այստեղ կան անճշտություններ, բայց սա այն տվյալներն են, որոնք որ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունից մեզ բաժին են հասել գլխավոր հատակագծի մշակման շրջանակներում, այստեղ կան գծերի վերաբերյալ տեղեկատվություններ, կենցաղային կեղտաջրերի կոլեկտոր, օրինակ տարբերությունները հեղեղատար կոյուղի, մի խոսքով նշանակություններով այս տվյալները ամբողջական կան, նաև չկոյուղացված տարածքների վերաբերյալ տվյալներ կան եւ որոշակի արդեն կայանների վերաբերյալ տվյալներ։ Այս նյութերը պարոն քաղաքապետ թույլ կտան, որպեսզի սրանց հիման վրա եւ կոմունալ վարչությունը եւ քաղաքապետարանի են ստորաբաժանումները, ինչու՞ չէ նաեւ գործընկեր գերատեսչությունները, որոնք որ մեզ տրամադրել են այս նյութերը, այսօր անընդհատ փոփոխվող եւ թարմացվող նյութերը արդեն իսկ պրոյեկտել եւ ճշգրտել, հա, ներկայացված նյութերի հիման վրա։ Այստեղ կա բացի Վիոլայի համապատասխան շերտից մենք նաև ունեցել ենք գազամատակարարման միջին ճնշման գազատարի վերաբերյալ տվյալներ, որոնք ստացել են Գազպրոմ Արմենիայից գլխավոր հատակագծի ժամանակ, եւ այս ուղեգծերը եւս արդեն իսկ տեղադրված են գլխավոր հատակագծում, GIS-ում, սրանք արդեն կրում են առավել կոնկրետ ուրվագծեր եւ հետագծեր։ Այստեղ մի փոքր խնդիրը կայանում է նրանում, որ մեր տեղափոխման հետ կապված, որի մասին խոսեցի, եթե կհիշեք մեր զեկույցում, երբ որ հենց ծրագրում էինք աշխատանքային ներկայացնում, այստեղ նաև տրամագծերը կար արտացոլված, այստեղ մի փոքր տեխնիկական խնդիր եղել, բայց դա շատ արագ կլուծենք։ Այսինքն տրամագծերը եւս ներկայացված սխեմաների մեզ հայտնի են։ Մյուս կտորը արդեն բարձր լարման էլեկտրահաղորդման գծերն են եւ ենթակայաններն են։ Այս նյութերը, որը որ ձեզ ցույց տվեցի, հաշվի առնելով, որ նաեւ որոշակի ստրատեգիական նշանակություն ունեն այս քարտեզները, քանի որ այստեղ կան արտացոլված են նաեւ ենթակայաններ, հզորությունները եւ համապատասխան, այս մասով ենթադրում եմ նյութը հասանելի կլինի քաղաքապետարանի աշխատանքային ստորաբաժանումներին եւ
բնականաբար գերատեսչությանը։ Այս քարտեզների մասով ենթադրում եմ այսքանը, կուզենամ ցույց տամ նաև որոշակի նյութեր, որոնք որ մաս են հանդիսացել գլխավոր հատակագծի, սա ռիսկերի եւ սահմանափակումների քարտեզն է, որտեղ կան Հրազդանի կիրճի եւ քաղաքում առկա գրունտների սողանքների վերաբերյալ տվյալներ։ Այս նյութերը եւս ներառվել են գլխավոր հատակագծի գերեզմանատների նկատմամբ սանիտարապաշտպան գոտիների վերաբերյալ տվյալներ, այգիների վերաբերյալ եւ նաեւ ունենք նյութեր, որոնք որ վերաբերվում են հատուկ պահպանվող կառուցապատում պահանջող ռեժիմի տարածքներին, մասնավորապես Մանումենտի զբոսայգունքից ընդունելությունների տան հատվածում, որտեղ որ մեզ տրամադրվել էր այս նյութերը ազգային անվտանգությունից տեղադրված են, եւ նաեւ ազգային ժողովի եւ դրա հարակից հատվածներում գործող կառուցապատման ռեժիմների վերաբերյալ տվյալներ։ Հարկայնությունների ըստ ինչ հարկայնություն է նախատեսում, ինչ տեսակի գործառույթներ են պահանջում այս տարածքներում շինարարական աշխատանքներ իրականացնելու դեպքում։ Հաջորդ հատվածը, որը որ կուզենամ արդեն ներկայացնեմ, փորձեցի մաքսիմում արագ, արդեն Երևան նախագծի կողմից վարվող գլխավոր հատակագծերի թողարկման հատվածն է, որը որ այսօր արդեն իսկ թվային կերպով է վարվում, այսինքն բոլոր թողարկված գլխավոր հատակագծերը կլինի, դա սահմանների ճշտում կլինեն ինքնակամ կառույցներ, արդեն իսկ վարվում է Երևան քաղաքի գլխավոր հատակագծում։ Այս process-ը մեկնարկել է նոյեմբեր ամսից եւ նոյեմբերից առ այսօր ունենք այս կարմիրով պատկերված հատվածներ, այսինքն բոլոր թողարկված գլխավոր հատակագծերի մասով մենք ունենք արդեն իսկ տվյալներ, թե ինչ որոշումով է այս գլխավոր հատակագիծը թողարկվել, ինչ նշանակությամբ, կատարող, չափագրող, դիմումի համար գործառույթի տեսակը եւ նաեւ որոշ դեպքերում, որոնք որ արդեն իսկ հաշվառվել են կադաստրի կոմիտեում, կան նաեւ գծված հաշվառման տեղեկանքները։ Ցուցադրած հատվածը ամբողջական բոլոր կարմիրով նշված կետերին է վերաբերվում եւ այս նյութը անընդհատ փոփոխվող է։ Մյուս կետը, որը որ կուզենամ ասեմ, թեկուզ եւ մենք գլխավոր հատակագծում անդրադարձը շատ մակերեսային ենք արել, դա հուշարձանների վերաբերյալ տվյալներն են, քանի որ մենք գիտենք, որ այս նյութում եւ կրթության, գիտության, մշակույթի նախարարության կողմից կային որոշակի նյութեր տրամադրված Երևան համայնքին, որոնք գրաֆիկական կոորդինատների հետ կապված ունեին խնդիրներ, ստեղ մենք կարողացել ենք արդեն իսկ այդ շենքերի վերաբերյալ կադաստրի տվյալների հիման վրա տեղադրել քաղաքում առկա հուշարձանները, եթե կտեսնեք կապույտ եւ կարմիր գույներով տարբերակվում են հանրապետական նշանակության հուշարձանները, իսկ կապույտ գույնով արդեն տեղական նշանակության հուշարձանները։ Միևնույն ժամանակ կուզեմ նշեմ, որ տվյալ ժամանակահատվածի դրությամբ այն բոլոր հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը, որոնք կրթության, գիտության, մշակույթի ձեր եւ տարածքային կառավարման նախարարության կողմից հաստատվել են, այսինքն կառուցապատման ռեժիմները, պահպանական գոտիները իրենց, այստեղ արդեն տեղ են գտել։ Դրանք թվով 12-ն են, եթե չեմ սխալվում, տեղական նշանակության հուշարձան, անվանումը, դասիչը, հողամասի մակերեսը եւ պահպանության գոտին հուշարձանի, այնուհետև պահպանության երկրորդ գոտին եւ կառուցապատման կարգավորման գոտին։ Այս տվյալները համապատասխան հուշարձանների դասիչներով արդեն բոլոր այն նախագծերով, որոնք որ հաշվառվել են եւ հաստատվել են ձեր կողմից եռակողմ ֆորմատով, ստեղ արտացոլված են եւ նաեւ արտացոլված է այն ակտը, որով որ այս հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը հաստատվել են։ Ընդհանուր առմամբ, պարոն քաղաքապետ, փորձեցի հակիրճ արագ անցնեմ, եթե հարցեր կլինեն, սիրով պատասխանեմ։ Շնորհակալ եմ, պարոն Սեդոյան, իրականում այս ինֆորմացիան այն է, ինչի մասին մենք շատ երկար ժամանակ խոսել ենք, այսինքն սկսած ենթակառուցվածքների շերտից, հուշարձանների շերտից, ռիսկերի շերտից, գրունտի շերտից, այս բոլոր տվյալները կարծում եմ սրանք աշխատանքային
հիմք են մեր ճարտարապետական գրասենյակների համար, ինստիտուտների համար, ովքեր որ հավելյալ այս ինֆորմացիայի վրա կարողանան իրականացնել հավելյալ աշխատանքներ եւ այս շերտերը պետք է մաքսիմալ արագ դարձնել հասանելի բոլոր այն շերտերը, որոնք որ դրամաբանական են, որ հանրայնացվեն եւ մինչեւ հաջորդ ամսվա 20-ը ասացի, չէ, այս բոլոր շերտերը արդեն հանրայնացնենք։ Ինչ վերաբերում է հուշարձաններին, մեր գործընկերների հետ պետք է աշխատանք շարունակենք, որպեսզի ոչ միայն շենքի ուրվագծով ֆիքսվի հուշարձանի գոտին, այլ նաև արվի այնպես, ինչպես որ մի քանի հուշարձանների դեպքում ամբողջական գոտին ենք սահմանել եւ կարծում եմ սա նույնպես կարեւոր աշխատանք է։ Սկիզբը դրված է, բայց կարծում եմ սա նաև շատ լավ հիմք է բոլոր կրկին կառուցապատողների համար հասկանալու, թե որ գոտում են նրանք գտնվում եւ կրկին այս ինֆորմացիան նույնպես պետք է լինի բաց հասանելիությամբ։ Շնորհակալ եմ, պարոն Սեդոյան։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Հայկազյան, պետք է խնդրեմ